Եթե ձեր երեխան ծնվել է 2018 թվականին, բայց ինչ-ինչ պատճառներով դեռևս չի հաճախում դպրոց, ապա նոր ուսումնական տարում նա կհաճախի արդեն երկրորդ դասարան, իհարկե որոշակի վերապահումներով։ Այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն 6 տարեկանից բարձր տարիք ունեցող երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան։ Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է, միայն թե նախորդ տարի 6-ամյա երեխաներին դպրոց չուղարկած ծնողները համապատասխան հարթակում տվյալները չեն հայտնաբերում։ Նախարարությունից հիշեցնում են, նախորդ տարվանից են իրազեկել։ Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարվանից մեր նախարարության կողմից արդեն իսկ հայտարարվել էր, որ երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում եւ համապատասխան դասարաններում։ Նախարարությանն ուղղված բազմաթիվ բողոքներին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը սկզբում ազգային ժողովում, հետո արդեն Facebook-յան իր էջով տեղեկացրեց, օրենքում փոփոխություններ են կատարել, վերապահումներ կգործեն։ Հարգելի ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Որքանով է 6 տարեկանում պարտադիր դպրոց հաճախելու պահանջն արդարացված եւ արդյոք նախորդ տարի առաջին դասարան չհաճախած երեխան ի վիճակի է այս տարի երկրորդ դասարանում սովորել։ Սա այն կարևորագույն տարիքն է, որտեղ որ հետագայի համար երեխան կարողանում է ճիշտ վերլուծել, ճիշտ մտածել, ճիշտ քայլեր կատարել։ Այսինքն, այս այն խթանող տարիքն է համարվում, որտեղ երեխային չպետք է կտրել խաղից, երեխային պետք է թողնել, որպեսզի խաղով զարգանա ձեռքբերային հմտությունները, որը որ հետագայում ուսման պրոցեսի ընթացքում կարող է ավելի նպատակային եւ շատ կարեւոր լինել։ Հանրակրթական նոր չափորոշչում իհարկե վերոնշյալ առանձնահատկությունները հաշվի առնված են, բայց մասնագետն առարկություններ ունի։ Եթե այբենարանի տարերը սովորում էին եւ այբենարանը որպես այդպիսին ամփոփիչ միջոցառում կատարում էին նախկինում դեկտեմբերի վերջին, այսօր անում են դա տարեվերջին։ Այսինքն կես տարին են լրացնում դրան, բայց միևնույն է ուսումնական պրոցեսը ինչքան էլ որ համեմված լինի խաղի հետ կամ խաղի միջոցով, բնականաբար ճիշտ կլինի, եթե ուսումնական պրոցեսը խաղով կատարվի։ Կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների մասով կատարված փոփոխությունը գոնե որոշակի լուծում է։ Միայն թե այս դեպքում էլ կարծրատիպերն են խանգարելու։ Խոչընդոտը հենց պարտադիրի պահանջն է։ Կան երեխաներ, ովքեր դեռևս խոսք չունեն, խոսքային հապաղում ունեն եւ տարիքը լրացել է 6 տարեկան է, երեխան պետք է այս տարի սեպտեմբերին հաճախի դպրոց։ Ծնողի մոտ ինչպիսի կարծրատիպ է ձևավորվում, գիտակցում է, որ երեխան պատրաստ չէ դպրոցին, բայց քանի որ մենք հասարակության անդամ ենք եւ հասարակության մեջ ապրող մարդիկ ենք, ինչպիսի կարծրատիպեր են ձևավորվում, բա որ երեխայից դպրոց չտանեմ, ինչպես դա կդիտարկվի, թեկուզ հարևանների կողմից, թեկուզ երեխաները իրենք կարող են կոմպլեքսավորվել հետագայում, երբ որ գնան դպրոց, այսինքն իրենց տարեկիցներից 1 տարի մեծ կլինեն։ Տիկին Արմենուհին եւ որպես մասնագետ եւ որպես տատիկ, որի թորնիկները եւս պետք է առաջին դասարան հաճախեն, որոշակի վերլուծություններ է կատարել։ Հույս ունի նախարարությունում ականջալուր կլինեն։ Թող երեխան 6 տարեկանից գնա դպրոց ասած այդպիսին, հա, բայց դա լինի ոչ թե առաջի դասարան, այլ լինի 0 դասարան։ Առավել եւս կարիք ունեցող երեխաները, կոնկրետ խոսքային հապաղում ունեցող երեխաների համար, մենք այսօր գիտենք, որքան լավ մասնագետներ, նեղ մասնագետներ կան այդ ոլորտում, բայց ինքը բավականին թանկ հաճույք է, որպեսզի երեխային պարբերաբար տանեն եւ փորձեն ձեռք մեկնել, օգնության ձեռք մեկնել, որպեսզի երեխան արդեն որպես անհատ ամբողջական իր խոսքը զարգանա, ձևավորվի եւ պատրաստ լինի դպրոցին, հա։ Կարելի է 0 դասարանում այդ նույն դպրոցների ներառական թիմ ասածը կազմակերպեն անհատական մոտեցում այդպիսի երեխաներին, փորձեն շտկել, աշխատել, ստեղծել այդ դաշտը, ունենան իրենց տարիքին չափորոշիչներով համեմված ծրագիր, որտեղ կարող են երեխային պարզապես օգնել եւ պատրաստել դպրոցին։ Վաղաշապատի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենն իր մանկավարժական փորձից ելնելով է համոզված։ Այս տարիքի երեխաների զարգացման գործում անգամ 1 ամիսը կարող է շրջադարձային լինել։ Ես կարծում եմ կարելի է պիլոտային ծրագրով փորձարկել 7 տարեկան լրացած երեխաների դասարան եւ 6 տարեկանու համեմատություն տանել։ Նաեւ կարելի է այդ դեկտեմբերի 31-ն էլ փոխել։ Ենթադրենք սեպտեմբերի 1-ից են
երեխաները հաճախում, կարելի է փոխել այդ ամսաթիվը, լրանալը երեխայի 6 տարին լրանա օրինակ սեպտեմբերի 1-ին։ Ռեպորտաժի շրջանակներում տասնյակից ավելի մանկավարժական կարծիքներ ենք համադրել։ 6 տարեկանում ոչ բոլոր երեխաներն են ունակ աշակերտ լինելու։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև ծնողի մտահոգությունը։ Հուսանք կիրառված օրենքի ուսումնասիրություն նախարարությունում կլինի և կրթական մերօրյա մոդելը դեռ կփոփոխվի։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։